իհարկե հարցը ավելի շատ առողջապահության նախարարության դաշտում, բայց որքանով ես տեղյակ եմ, օրենսդրությամբ կարգավորված է, որ հետ վերադարձ կկատարվի, այս պահին այո ճիշտ եք ասում չի գործում, բայց ինչքանով եմ ես տեղյակ եմ, առաջիկա օրերում համապատասխան որոշումներ կկայացվեն եւ հետ վերադարձ կլինի մեկ անգամ դիմումով, ինչպես այսօր գործում է կൂട്ടակային սոցիալական վճարի համար, որը եւս եթե տարբեր գործատուներ ամեն ամիս մեկ անգամ առաջի անգամ երբ որ դիմեն հաշվի համար կտրամադրեն, արդեն հետագա ժամանակները եթե կլինի երկու անգամ գանձում, արդեն ավտոմատ վերադարձը կկատարվի, ինչպես այսօր կատարվում է կൂട്ടակային սոցվճարների մասով։ Իսկ մեխանիզմը կա, այո, այսօր չի գործում, բայց ինչքանով ես տեղյակ եմ, առաջիկա օրերին այդ կարգավորումները կտրվեն եւ հիմնադրամը արդեն վերադարձները կկատարի։ Շնորհակալություն։ Ես մի հատ կարճ բան էլ ավելացնեմ իմ կողմից։ Իրականում ես չեմ ասում պարոն Ավետիսյան, որ ամեն ինչ լավ է, խնդիր չկա։ Տարօրինակ կլիներ, եթե նման մեծ ռեֆորմի դեպքում, ասենք, ճշգրտումների, բարելավումների, փոփոխությունների կարիք չլիներ, ավելին ասեմ, մենք ինքներս էլ ամբողջ օրը առողջապահության նախարարության հետ հարց ու պատասխանների հետ ենք մեջ ենք հիմա որ մեր փորձագետներին հարցնենք երևի մեր բանագործ թողած առողջապահության հարցերով ենք փորձում բարձրաբանումներ ստանալ ու արդյունքից օգտվելով խնդրում եմ նաև որպեսզի համապատասխան կառույցների թեժ գծերը մի քիչ ավելի օպերատիվ աշխատեն որ այնպես չստացվի որ քաղաքացիները մի հատ էլ ուրիշ կառույց զանգեն թեժգից որպեսզի այն մի թեժգիծը պատասխանի իրանց այս շատ կարևոր է կոմունիկացիան շատ կարևոր է թեժգծի թեժգիծ իսկ հիմա եկեք հարգելի գործընկերներ քվեարկենք ովքեր են կողմ նախագծին կողմ դեմ ձեռնպահ եւ ովքեր են կողմ որպեսզի Տիկին Վարդան 4 տարի այդպես 5 Բայց չեմ հասկանում, վերահսկողական դուք էլ նշեցիք էլի։ Որովհետև դուք եք ներկայացել, դրա համար էլ կողմ չեն։ Բովանդակության է էլի կողմ։ Ամբողջական խորակ բանով չեմ նայել։ Նայել եմ, բայց Ես դες խնդրում եմ առաջինից երկրորդ ընթերցում նայեք, ես պատրաստ եմ գալ անձամբ ձեզ ներկայացնել, պատմել գունավոր ինչ մասնավոր։ Շնորհակալություն։ Այո, խնդրում եմ։ Այս սենց է լինում, էլի։ Շատ լավ։ Դե ես կսպասեմ հաջորդ քվեարկության։ Ահա, այդ եմ ասում։ Եթե տենց է երևի Տիկին Վարդան, խնդրենք մեր բոլոր նախագծերը ֆորմալ դուք ներկայացնեք ազգային ժողովում, ինձ թվում է այդ դեպքում մենք այստեղ կոնսենսուս կունենանք։ Ովքեր են կողմ հարգելի գործընկերներ, որպեսզի նախագիծը ներառվի հաջորդ նիստերի օրակարգ։ Դեմ ձեռնպահ